Եվ Ալիևի ելույթի ժամանակ ամբոխի ցնծությունը Ղարաբաղ վանկարկումով, այն էլ ինչպիսի վանկարկում, ամբոխից մեկը Ալիևին անվանում է Ղարաբաղի Ֆաթիհ։ Ֆաթիհ Սուլթան Մեհմեդը, որին կոչում են նաև նվաճող, 1453-ին գրավեց Կոստանդնուպոլիսը, այսօրվա Ստամբուլը, այն դարձնելով Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։ Ալիևին Ղարաբաղի Ֆաթիհ անվանելով իբր հպարտանում են նրանով, բայց դա մի կողմ։ Արցախի նշանակությունն է կարևոր տեսնել, որը մի թուրքի հայտարարությամբ հավասարվեց Ստամբուլի նշանակությանն ու կարևորությանը։ Արցախի նվաճումը օկուպացիան Ստամբուլի նվաճմանը։ Ալիևը սկզբում գոհ ժպիտը թաքցնել չի կարողանում, բայց հետո արագ հասկանում է, որ տարածքում միայն մեկ սուլթան կարող է լինել, որն ուշադիր իրեն է նայում։ Այս Qardaşım Sayın Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan'la Savaşın ilk günündən Ղարաբաղի հարցում էլ ինչպես նկատեցիք, մենք իմ եղբայր նախագահ Էրդողանի հետ պատերազմի առաջին օրից ուս-ուսի տված էինք։ Ve bugün Türkiye-Azerbaycan kardeşliği birliği nəinki bölgemiz üçün dünya çapında Այսօր Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը միասնությունը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում կարևոր գործոն է։